խոսքը միայն մի քաղաքական խմբակցության մասին չի, ես կարծում եմ, որ այսօրվա ընդդիմության քաղաքական օրակարգը Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու քաղաքական օրակարգն է ամեն գնով, սա է իրականությունը։ Իսկ ինչ վերաբերում է impeachment-ին, գիտեք, քաղաքական process է, մենք քաղաքական process-ներին հարգանքով ենք վերաբերվում, բայց քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ծիծաղելի է համարում այս քաղաքական իրավիճակում նման process սկսելը եւ անհեռատես եւ գիտեք, ուղղակի քաղաքական օրակարգի բացակայության արդյունքն է սա։ Ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը լիովին տապալված, ջախջախված մարդկանց քաղաքական հույսերը, որ կապել են իրենց հետ, զրոյացրած, փլուզած հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր որ իրենց ձեն են տվել, խաբած, ինչու՞ չէ նաև ստած քաղաքական օրակարգերի մասով, ամբողջովին աղճատած մի ընդդիմություն է, եւ ես չեմ էլ ուզում, որ այդ հանգամանքին մենք շատ հաճախ նաև անդրադառնանք, որովհետև ընդդիմություն Հայաստանի Հանրապետության պարլամենտում այսօր որպես քաղաքական օրակարգ գեներացնող մենք չունենք, մենք ունենք ընդդիմություն, որը ամենատարբեր խայտաբղետ ինչ-որ թեմաներով կարող է պայքարի իմիտացիա ստեղծել եւ